Ինչքան ժամանակ է, որ նստածույց եք իրականացնում կառավարության մոտ եւ ինչ պահանջով եք անում դա։ Ուրեմն հոկտեմբերի 16-ից 24 թվականի հոկտեմբերի 16-ից է, հիշեցնեմ, պայմանավորված Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դերևս այն ժամանակ ապագայում կայանալիք COP29-ով, հա, մենք որոշեցինք գերիների վերադարձի պահանջով նստածույց սկսենք կառավարության դիմաց ամենօրյա եւ անժամկետ։ COP29-ի ավարտից հետո ճիշտ է, քանի որ առաջընթաց տեղի չունեցավ բացարձակապես, որովհետեւ մինչ տեղաշարժ չեղավ, մենք որոշել ենք այն մեջտապես շարունակենք մեջտապես կառավարության նիստի օրերին այնքան ժամանակ, քանի դեռ գեյների հարցը լուծված չի, իսկ լուծվածը մենք պատկերացնում ենք ուրեմն վերադարձով իրենց բնականաբար։ Իսկ արդյոք կառավարությունը, Հայաստանի իշխանությունը ամեն ինչ անում է գերիների վերադարձի համար։ Չի անում, այլև ոչ մի բան չի անում, այսպես ասեմ, էլի։ Երանի աներ կիսատ աներ, մենք էլ ասենք, որ կիսատ է անում, բայց ինքը բացի այսպես ասած հերթապահ հայտարարություններից, հերթապահ ինչ որ նախադասություններից որևիցե գործնական քայլ չի անում, մենք տեսանք վերջերս Տիրանյանում հանդիպեցին, սուրճ էին խմում իրար հետ, օրինակ եթե այսքան փոքր վստահություն ունենք, փոքր վստահություն չկա, չէ, բացարձակապես չկա։ Կմտածենք, որ երևի սուրճի բաժակի շուրջ նաև գեյներից են զրուցել, բայց գիտենք, որ դա Ձեր կարծիքով ինչ էին զրուցում սուրճի սեղանի շուրջ։ Ինչի մասին կարող էին խոսել։ ճիշտ ասած Ալիևը հայտարարում է, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստանում ապրեն։ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնվի։ ես գուշակությամբ զբաղվել չեմ ցանկանում, բայց մի բանում վստահ եմ, իրենք Հայաստանի համար լավ բանի մասին դժվար թե խոսած լինեին, քանի որ խոսողը դեռևս հայկական կողմից Նիկոլ Փաշինյանն է, քանի դեռ նա է լինելու, չգիտեմ ինչքան է լինելու, ամոթ մեզ բոլորիս, որ նա է, բայց քանի դեռ նա է, դրական որովհետեւ ակնկալիք չենք կարող ունենալ, իրապես չենք կարող ունենալ, որովհետեւ մի դրական ակնկալիք։ Աստված դա ես սխալված լինեմ, աստված դա մի օր այնպիսի իրավիճակ լինի, որ ինձ երեսով տամ, թե այսքան ժամանակ ասում էիր, որ անհնար է դրական լինի, անհնար է հայամետ լինի, հայակենտրոն լինի, տեսակ, մենք այսպեսի մի խոսքով չեմ կարծում, որ դրական ինչ-որ բան խոսեն։ Նաև մեր անպայման մեր պահանջների մեջ մենք պետք է սա նշեմ, անհետ կորածների հարցով զբաղվելն է։ Գիտեք, ես համոզմունք ունեմ, որ այդ մարդկանցից շատերը ողջ են։ Եվ պետք չի էլի մետեղով անհետ կորած ասել եւ անցնել առաջ, անհետ կորած ասել եւ առանց անուն ազգանուն, այսպես ասած թողնել, հա։ Շատ կարևոր է, որ մեր հասարակությունը գիտակցի։ Նախ գերու կարգավիճակը ինքը իրենով շատ ծանր է, բնականաբար, շատ ծանր է։ Առավել եւս Ալիևի նման, այսպես ասած, լպրշացած, հա, ինքը իրեն հաղթանակած, ասես կարծած տիրանի ձեռքերում շատ դժվար է, շատ ծանր է գերի կարգավիճակը։ Առավել եւս ծանր է այն մարդկանց կարգավիճակը, ում անուն ազգանուններ են, որ մեր գերիների ցուցակում մենք չունենք։ Այսինքն մարդիկ ողջ են, կենթանի են, գտնվում են գերության մեջ, բայց նրանց մասին մենք տեղյակ չենք։ Հայությունը տեղյակ չի, միջազգային հանրությունը տեղյակ չի, ոչ մեկ տեղյակ չեն։ Նրանց վիճակը շատ ավելի ծանր է, շատ ավելի ծանր է եւ ցանկացած քիչ թե շատ նորմալ իշխանություն իր օրակարգային հարցերից մեկը պետք է լիներ նաեւ միջազգային հանդիպումների ժամանակ, որբիսի այդ ցուցակները հստակեցվեր։ Մենք պետքա չասեմ նա լավ, մենք հայկական կողմը պետքա խնդրեր մեր գործընկերներին, հա, ռուսական կողմին, պարսկական կողմին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, չգիտեմ, Վրաստանին անգամ, որբիսի այդ ցուցակներում հստակություն բերեր, որբիսի մենք կարողանայինք իմանալ կարմիր խաչի միջոցով կլինի, չգիտեմ։ Հատուկ ծառայությունները վերջ ինչ են անում։ Հատուկ ծառայությունների գործը մենակ մեզ հետևելն ու մեզ հետապնդելը չի քաղաքական, հա։ Հատուկ ծառայությունները պետք անելիք ունեն, պետքա ճաշտեն, որ բանդում, որ խցում, որ բադախցում, ով է նստած, ով է կենթանի, այդ մասին պետք է աշխատանք տարվի, վերջապես հասկանում եք պետությունը ինչի համար է, պետությունը մենակ հարգերը հավաքելու, հարգերը բարձրացնելու ու պատավատներով, այսպես նոր էստեղ տեսա, պատավատներով եկան նորից, հա, եկան գնացին, անգամ այս պատավատ
այս գնալ գալը լավ չեն կարող կազմակերպել, անգամ եմ ասում։ Անկամ Մեսսի փնտի են կազմակերպում, ինչ որ է հիմա դեղ չմարանանք։ Էդության գործը Շախալյան, ներողություն ընդհատելու համար։ Վերջին օրերին նաև Աննա Հակոբյանն է ակտիվացել իր Facebook-յան էջում, մարդկանց իրեն քննադատողներին անվանում է ոչիլ, տխմար, անդաստիարակ, էշ, այս մասով ինչ կասեք։ Ճիշտն ասած, ես գիտեք, երբևիցե չեմ անդրադարձել այդ տիկնոջը ու չեմ էլ ուզում անդրադառնամ։ Նիկոլի խնդիրն է, որ ինքը չի կարող իր տանը տեր լինել, էլի, ասենք, ես շատ դեմ եմ, որ կանայք իրավունք ունեն քաղաքականությամբ զբաղվելու, միանշանակ, բայց օրինակ շատ տհաճ է, երբ որ ամուսնու, այսպես ասած, իշխանական դիրք օգտագործելով փորձում են, այսպես հա նման դեպք, որ ղեկավարների կանայք իրենց նման ձևով Չէ, չեմ հիշում, անգամ Սահակաշվիլու կինը ճիշտ է, մի բարեգործություն բան անում էր, բայց այս տեսակ չեմ հիշում, չեմ ուզում մեկնաբանեմ, բայց նաև ասեմ, որ իմ մոտ տպավորություն կա, որ ուշադրության պակաս կա։ Հակոբյան ուշադրության պակաս ունի։ Իմ մոտ այնպես տպավորություն եղավ, էլի, հենց այնպես բեռնել եւ սկսել, այսպես ասած, նկարներ դնելու առաջի այնպես չի որ նոր են սկսել, չէ, թիրախավորել Աննա Հակոբյանին։ Հակառակ որ ես երբևիցե չեմ թիրախավորել եւ ճիշտ էլ չեմ համարում թիրախավորեմ։ Ես Նիկոլին չեմ թիրախավորում, ու մնաց Աննա Հակոբյանին թիրախավորեմ, հա։ Բայց դե մի ժամանակ մենք տեսնում ենք որ 7 տարի է նա թիրախավորված են իրենք, առավել եւս նոյեմբերի 20-ից հետո թիրախավորված են։ Եվ այստեղ հիմա հանգարցակի ինչ է, նոր նկատեցին, որ իրենց հանդեպ ճիշտ չեն արտահայտվում, իրենց ասածով էլի իհարկե, կամ լավ չեն արտահայտվում, կամ կարագետ չեն արտահայտվում։ Ես կարծում եմ ուշադրության պակաս կա եւ այստեղ էլ պետք է հասկանանք, թե ինքը ինչի է ընդրում կոնկրետ գործիչների կամ կոնկրետ լրագրողների, այստեղ էլ հարց կա, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ իրեն ժամանակը անցել է, ասեմ ձեզ, իրեն ժամանակը անցել է եւ իրենք ճիշտ է, իրենք փորձելու են նման մեթոդներով, ինչ մեթոդներով որ վերարտադրվեցին 2021 թվականին, իրենք փորձելու են նույն մեթոդներով վերարտադրվեն 2026 թվականին, բայց ես ձեզ մի բան ասեմ, այսօր դրսում իրավիճակը լրիվ այլ է, բացարձակապես այլ է, ես ավտոբուսներում եմ նստում, այնտեղի խոսակցություններն եմ լսում, այո, կան հատուկենտ իրենց կողմից դրված կողմնակիցներ, ովքեր որ այսպես պաշտպանում են, բայց այն որ 21 թվականին ամեն դեպքում իրենց պաշտպանողներ կային ժողովրդի մեջից, հա, այսպես ասած նախկիններն են հանձնել, հիմա շատ քիչ են։ Հիմա իրենք մնալու մի ձև ունեն, հա, այսպես ասեմ։ Ես չեմ բացառում բարոյցես, որ այդ ձևը կօգտագործեն, բայց իրենք տանգերով են մնալու հիմա։ Եթե մինչև հիմա իրենք կարմիր բերետներով ու ոստիկաններով մնացին, հիմա այլևս 26 տարից հետո իրենք տանգերով, այսինքն ամեն անգամ իրենց մնալը դժվարանում է, իրենց աջակցությունը քչանում է բնականաբար ժողովրդի շրջանում, այսօր հասել է 0-ի եւ այս պարագայում իրենք արդեն զորքը պետք է հանեն, պետք է այստեղ տանկեր կանգնեցնեն, որ կարողանան մնան։ Այլևս այս ոստիկանական ուժերը էլ չեն բավականացնի, կամ էլ իրանք պետք է 1,5 միլիոն ոստիկան ընդունեն գործի, ասենք բնակչության կեսին ասեն եկեք ոստիկան դարձեք, մենք այդ 2 ամիս, 3 ամիսը նախընտրական ու հետընտրական շրջանում ձեզ աշխատավարձ կտանք ոստիկանի ու այդ տարբերակներ չեն բացառում, ամեն դեպքում Սահակաշվիլին փորձեց նախընտրական շրջանում 200,000 աշխատատեղ բացեց, 200,000 հոգու նախընտրական շտաբներում աշխատանքի ընդունեց, որպեսզի կարողանար վերարտադրվել, հա, խոսքս 12 թվականի ընտրությունների մասին, բայց չկարողացավ։ Հիմա ես սա տեսնում եմ, սրանում համոզված եմ, բնականաբար չեմ բացառում քաղաքականության մեջ ոչ մի բան, նաև տանկեր հանելը, առավել եւս որ այսօր փաստացի բանակն էլ հնազանդեցրել է, փաստացի ցավոք սրտի, բայց մենք տեսնում ենք, որ շատ ու շատ գեներալներ ու զինվորականներ հակառակ իրենց այսպես ասած կոչումի, հակառակ իրենց երդման, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, հա, իրենք շատ էլ լավ հանձմանն են մասնակցում, շատ էլ լավ Հայաստանի տարածքներից, հա, նվիրելուն են մասնակցում, ամեն դեպքում դա էլ չեն բացառում, կապրենք կտեսնենք, չնայած մենք տանկերից վախեցողել չենք, դա էլ իրենք գիտեն։